Ֆրինյուզի եթերում հերթական լուրերից դուրս քննարկումն է, այսօր տաղավարում իմ հյուրն է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արուսյակ Մանավազյանը։ Բարև ձեզ, Տիկին Մանավազյան։ Բարև ձեզ։ Նախ ուզում եմ շնորհավորել վաղար շաբաթի հաղթանակի, թե հիմա դեռ պետք չի ասել, մինչև մանդատները չտրվեն, բայց ամեն դեպքում արդյունքները իրենք ըստ ձեզ ինչպես կարելի է գնահատել, ինչ նշանակություն ունի քաղաքական դաշտում եւ քաղաքական պայքարի համար այս ընտրությունները։ Նախ օգտվելով այս հնարավորությունից ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել վաղաշաբաթցիներին իրենց ընտրության, իրենց քվեի, իրենց ձայնի համար, որովհետեւ վաղաշաբաթցին իր ձայնը տվեց իր քվեն տվեց ավելի իրավագիտակից լինելով, ընտրությունը կատարեց եւ գործին աշխատանքին, այսինքն մերժեց ատելության խոսքը, սադրանքը, պորոտախոսությունը, որովհետև մենք տեսանք քարոզարշավի ընթացքում ինչպես էին թիրախավորում մեր թեկնածուին։ Հերոսի որդին անընդհատ հայտնվում էր իրենց թիրախավորման կենտրոնում եւ դա իհարկե տգեղ է, հաճելի չէ եւ այդ ատելության խոսքը բնականաբար մեր քաղաքացիներին բավականին արդեն հոգնեցրել է եւ իրենք չընտրեցին եւ դրանով վնասեցին նաեւ մտածելով վնասում են մեզ որպես քարոզարշավի ընթացքում իշխող ուժի բոլոր դեպքերում քաղաքացին իր քվեն տվեց ավելի համեստ, ավելի գործով իր աշխատանքը ցույց տվող թեկնածուի։ Տեսեք, մենք եթե նայենք ապագա 26 թվականի ընտրությունների պրիզմայով վաղաշաբաթի ընտրությունները չէ որ ինչ որ բանի նաև ցուցիչ են։ Այս պարագայում նաև ԿՊ-ն ունի անելիք եւ մտածելու բան եւ եթե այսպես կարելի ասել նաև շախմատային լեզվով փոխատեղություններ, վերադասավորումներ։ Եթե շատ անկեղծ, այո, մենք բոլոր ընտրություններից հետո ունենում ենք քննարկումներ եւ փորձում ենք մեր ռազմավարությունը մեր սխալների հիման վրա ուղղել եւ անել ավելի լավ, ավելի կազմակերպված, ինչը տեղ ունեցավ վաղաշաբաթում, որովհետև վաղաշաբաթում մեր թիմը բավականին կուր էր եւ միասնական, հանգիստ, առանց որևէ ինտրիգների մեջ մտնելու կամ սադրանքներին տրվելու, իր աշխատանքը լուր կատարեց եւ քարոզարշավի ընթացքը որքանով հետեւել եք, մենք ինքներս տեսնում ենք, որ փորձ էր արվում հնարավոր բոլոր ձևերով խանգարել եւ ամենակարևորը գիտեք որն է, որ ես ընտրության օրը ամենավտանգավորը ոչ թե կար, որ սոցիալական ցանցերում տեսնում ենք մի այնպիսի իրավիճակ, որտեղ ընդդիմադիր մամուլը ավելի նախ շատ են իրենք եւ անընդհատ երբ որ տեսնում ես մամուլի բոլորը նույն հոդվածը վերցնելով եւ տարածելով, ստացվում է որ ինչ որ մի բան փլվում է այնտեղ։ Ես առավոտյան արթնանում եմ եւ ուզում եմ հետևել ընտրական process-ը ինչպես է անցնում եւ տեսնում եմ ինչ որ ընտրախախտումների մասին է խոսքը գնում։ Անմիջապես հասնում եմ մեջմիացին, տեսնում եմ ինչ որ ամեն ինչ շատ խաղաղ է, ընտրախախտումների մասին աղմուկ ստեղծողները նույն անկախ դիտորդի կարգավիճակ ունեցող մարդիկ էին ստեղծել սոցիալական հարթակում, ովքեր ոչ թե անկախ դիտորդ են, այլ ընդդիմադիր հայացքներով դիտորդներ են, ովքեր հայտնվել են կենտրոնական ընտրականում եւ իրենց առաքելությունը հենց այդ պրիզմայով էլ կատարում են։ Եվ սա մեզ համար խնդրահարույց է, իհարկե այս հարցը բարձրացվել է, ես ինքս նաեւ ասել եմ, որ ընտրություններից հետո կփորձենք հասկանալ իրենք ինչպես են այդ կարգավիճակը ստանում, անկախ դիտորդը պետք է հետևի ընթացքի օբյեկտիվ դիրքորոշում հայտնի եւ խախտումների արձանագրումներ լինեն, բայց այնտեղ խախտում առհասարակ, չգիտեմ, մեր շտաբը 20 մետրից
այն կողմեր եւ կային պաստառներ կամ չգիտեմ ինչ անդադ աղմուկ ստեղծել իրենց տեղաշարժերով եւ այլն փորձում էին խաթարել այդ վիճակը այնինչ համայնք ես գնացի եւ տեսա ոչ կուտակումներ կամ ոչ այսինքն մեքենայով ես շրջել եմ եւ զուգահեռ նաեւ կենտրոնական ընտրականի մյուս տեղերում զանգայելով եւ հասկանալով որ էական որևէ խախտումներ որպես այդպեսին չի արձանագրվեն եւ խնդիրը հենց դրանում է, որ մեր սոցիալական հարթակը օգտագործվում է լրիվ այնտեղ տրամադրությունները այլ են, իրական համայնք գնալուց եւ շփվելուց եւ խոսելուց տեսնելուց տրամադրությունները կամ մթնոլորտը լրիվ այլ է եւ սա խնդիր է, որի պետք է այստեղ էլ պետք է հետեւություններ անենք եւ հասկանանք ինչպես կարող ենք մի քիչ դրականը չեր խանգարի մեր սոցիալական հարթակից օգտվելուց տեսնել նաև օբյեկտիվ լրատվություն։ Տեսեք, չեք կարծում, որ իրենք օգտագործում են մոտավորապես նույն զենքը, եթե այսպես կարելի ասել, հա, քաղաքական իմաստով, տեխնոլոգիաներ, ինչ որ օգտագործում է ընդհանրապես դասական իմաստով ընդդիմությունը ցանկացած երկրում, ցանկացած տեղում, հա, ստեղծել լարում, ստեղծել տպավորություն, ստեղծել ինչ-որ բաների սպասումներ, այդ պարագայում նշանակում է դուք էլ պետք է ինչ-որ առումով զինված լինեք։ Ես միգուցե ոչ այնքան հաճելի հնչի, բայց այս պահին ոչ թե ընդդիմության մեր տեխնացուներն են այդ լարումը ավելի շատ ստեղծում, այլ լրատվական միջոցները, ովքեր ընդդիմության տեխնացուից ավելի շատ շահագրգռված էին ինչ-որ բան այսպես ասած փչացնելու բայց նրանց մոտիվացնում են, չէ՞։ Իհարկե մոտիվացնում են, իրանք է փորձում են դրանց մեջ ներգրաված լինել եւ իրապես ամենավտանգավորը այս պահին լրագրողների էթիկայից դուրս պահվածքներ, որովհետեւ ես տեսնում եի հարցեր, երբ օրինակ տեխնացուն ընտրությունը կատարում դուրս է գալիս եւ պատասխանում է լրագրողների հարցին, այդ պահին ավելի կոռեկտ հարցադրում ցանկացած հարցադրումը թողած նորից թիրախավորում էին մեր տեխնացուին, էլի ինչ որ վատ լուր է շրջանառվել այս բանը ես անկեղծ չեմ հասկանում այդ լրատվության որակը եւ այդ մթնոլորտը, որ փորձում են բերել նաեւ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը հետևում է, չէ՞, ժողովուրդը հետևում է այդ լրատվությանը եւ այդքան նեգատիվ երանգ տալ այդ պահին, ես կարծում եմ, եւ առհասարակ նույն հարցադրումները չեն հնչում բոլորին հավասար։ Այսինքն Կտրիշ Ներսիսյանը եւս գնացել էր ընտրության, ինչի այդ նույն լրագրողները չգնացին եւ իրեն այդ հարցադրումները տային։ Սա հարցեր են, որոնց ինձ թվում է առանց խոսելու եւ առանց բարձրաձայնելու քաղաքացին եւ վաղաշապացին ավելի կոնկրետ շատ լավ տարբերում է եւ շատ լավ նկատում է եւ ամեն ինչ տեսնում է եւ ինքը իր ձայնը իր քվեն տվեց ավելի հավասարակշռված կայուն առանց մեծախոս բառապաշարի եւ խոսույթի իր տեխնացուին Անձինե Սարգսյանի Մեխակյանին։ Շատ լավ, այս պարագայում նախընտրական ինչ փաթեթով է քաղաքացիական պայմանագիրը գնալու 26 թվականի ընտրություններին։ Ինչ փաթեթով է գնալու մենք տեսեք, ներողություն, ասենք դուք պիտի ներկայացնեք արածը, չէ՞ որ միշտ իշխանության առավելությունը, նաև թերությունը դա է, արածը։ Եթե արել է լավ է, հա, դա պլյուս է իր բալանսին, եթե խոստացել է չի արել, դա արդեն մինուս է։ Այ ասենք այս տրամաբանությամբ ինչ ունեք։ Շատ լավ։ Ես անցած շաբաթ մենք ազգային ժողովում ամփոփեցինք եւ քվեարկեցինք, ավելի ճիշտ լսեցինք 26 թվականի բյուջեի նախագիծը։ Ես անկեղծ սպասում եի, որ ընդդիմությունը կգա վերջին 5 տարիների մեր ծրագրերը վերհանած, չկատարած աշխատանքների քննադատություններով, փաթեթներով որևէ բան այդ ուղղությամբ անկեղծ իսկապես եղել է լրիվ տեսանկարահանվել է եւ որևէ քննադատություն Այո, ուղիղ եթերում է եւ ազգային ժողովը եւ միջև ազգային ժողով լիագումար նիստեր մտնելու մեր հանձնաժողովի համատեղ նիստերը որևէ բարձրաձայնած բովանդակային քննադատություն ես չեմ լսել։ Ես նաև խոսեցի այդ մասին, որ ցանկալի էր գոնե մեկ
քննադատության լսենք, որպեսզի մենք էլ չէ՞ որ ընդդիմությունը դա պետքա բերի։ Մենք ինքներս մեզ անդադար չենք կարող ասել, շատ լավ, այս մի բանը չենք արել, եկեք այս մի բանը։ Մենք ես որ ոլորտից խոսեմ, կարող եմ մեր բոլոր ծրագրերի կատարման հետ կապված ասեմ մենք ինչեր ենք արել եւ ինչեր ենք անում եւ բյուջեով ինչ ենք նախատեսել հաջորդ տարվա համար, որ անենք, բայց ընդդիմությունը այնքան է նեղացել իր քննադատության շրջանակը, մեզ բացի երկու բառից, դավաճան եւ չգիտեմ, հողատու կամ թուրք կոչումներից, այլևս որևէ բան բնորոշող Եվ ուշադիր եթե եղել եք նույնիսկ հարց ու պատասխանի ժամանակ իրենց հնչած հարցերի 80%-ը հիմա միայն դա են, դա տանում է ամեն լավ բանի մեջ, տեսնելով վատը, չտեսնելով, փորձելով վատաբանել եւ իրենց սպառել են, այլևս չունեն այն վստահություն չեմ ուզում ասել, չունեն իրենց ծրագիրը։ Իսկ ինչ է անում քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի հստակ ծրագիր, ունի աշխատանքների կատարման պլան եւ իր ամենօրյա աշխատանքը, ամենօրյա ջանասիրությամբ անում է եւ համայնքներում, եւ բոլոր տեղերում, այսինքն մենք ունենք նաեւ 26 թվականին համապարփակ ապահովագրության մեծ նախագիծ, որը պետք է կյանքի կոչենք, այսինքն բաներ, որոնք ուղղակի նաև գիտեք, երբեմն մենք ես ինձ կամ մեզ ինչով եմ քննադատում, որ ընդդիմությունը փորձում է ինչ-որ բաներ ասել, մենք փորձում ենք իր ասածներին հակափաստարկներով, փաստարկված հակադարձենք, ապացուցենք, մոռանում ենք մեր անելիքները բարձրաձայնելուց եւ դրանց մասին անվերջ խոսելուց, որովհետեւ իսկապես այն մասշտաբի աշխատանք, որ հիմա արվում է Հայաստանի Հանրապետությունում, չի արվել վերջին չեմ կարող ասել, քանի տասնամյակներում։ Եվ սա պետքա գնահատական տրվի սրան, եւ սրա գնահատականը կտրվի 26 թվականի ընտրություններում, որովհետեւ մենք մեր քաղաքացիներից մեր քվեն ստանալու ենք կատարված աշխատանքի համար եւ կատարվող աշխատանքի համար, որը կներկայացնենք առաջիկայում։ Տեսեք, գնահատական գոնե թե մեկը ես հիշում եմ Սերժ Սարգսյանի կողմից, երբ որ ինքը ասեց, որ 20 աշակերտի համար դպրոցը դա վատնում է։ Հիմա այդ գնահատականի պատասխանը ո՞րն է։ Դե իրենց ժամանակաշրջանում այդպես են աշխատել, համարել են, ես չեմ կարող ինձ մոտ դա չի տեղավորում այդ մեկնաբանությունը, եթե անկեղծ, որովհետև մենք այսօր այո դպրոցաշինությունը, մանկապարտեզների շինարարությունը այնքան մեծ ծավալների է եւ համայնքում վերջ-վերջո ժողովրդագրության ունենք ռազմավարություն, որտեղ ակնկալում ենք, որ 20 երեխան կդառնան 40, 60, 80 եւ այդ դպրոցը, որ կառուցում ենք, եւ մանկապարտեզը, որ կառուցում ենք, մենք տեսնում ենք առաջիկա դա մեկ տարվա համար չի, դա առաջիկա մի քանի տարիների համար է, որ ունենանք մեր երեխաները գնան ավելի արժանապատիվ տեղում սովորելու, ուսանելու եւ ես թույլ տվեք չհիշեմ իմ ժամանակների դպրոցի եւ մանկապարտեզի պայմանները։ Որն է ձեր դպրոցը։ Դե հենց հիշեք։ Չէ՞ որ դա փաստարկված մի բան է, չէ՞։ Նավթի հոտով եւ այն վառարանի կողքը, երբ որ դասի նստարանին չէին կարողանում նստել, որտեղ շատ սառներ եւ ցուրտ էր եւ հագուստով այսպես մի կերպ դասաժամերը անց էին կացնում, դա կրթություն չէր, դա ուղղակի դասաժամը անցկացնելու եւ վառարանի շուրջ պատմություն սովորելու կամ ինչ որ առկա պատմելու։ Կրթվեցինք։ Այո, կրթվեցինք, որովհետեւ մեր ուսուցիչները ջանք ու երանք չեն խնայել, որպեսզի մեզ այդ պայմաններին զուգահեռ կարողանան նաև կրթություն տալ, ինչի համար շատ շնորհակալ եմ իրենց։ Իսկ մանկապարտեզը։ Մանկապարտեզը հիշում եմ, մի քիչ աղոտ, բայց հիշում եմ, էլի այսօր կա արդեն վերանորոգված, ես շատ ուրախ եմ, որ գնում եմ իմ մանկապարտեզը եւ տեսնում եմ այն վերանորոգված, կահավորված եւ երեխաները շատ տաք եւ լավ պայմաններում այնտեղ անց են կացնում իրենց օրը։ Ի վերջո չէ որ նույն բանը կարելի է ասել նաեւ բանակի առումով։
Այո, բանակում բավականին շատ փոփոխություններ կան, եղել են եւ շարունակվում են, բայց միանշանակ մեր հասարակության մոտեցումը բոլորինը, այսինքն դա գնահատելու ամեն մեկը յուրովի է դա տեսնում եւ յուրովի է գնահատում, բայց իսկապես չի եղել դեպք միջավայր, ընդհանրապես շատ անծանոթ միջավայր, որտեղ ես չլսեմ այդ գոհունակությունը հենց բանակի հետ կապված իրենց զինվորի ծնողների կողմից հնչեցվող գոհունակությունը եւ պայմանների էական փոփոխությունը։ Դուք պատգամավոր եք եւ ես գիտեմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները շատ ուշադիր են, երբ որ շփվում են իրենց ընտրողների, չնայած նշանակություն չունի իրենց ընտրող կամ չընտրող։ Ի վերջո դրանք մեր երկրի քաղաքացիներն են։ Այ գնալ այդ խնդիրների հետևից։ Ասենք եկավ X մարդը, հա, պարոն Սարգիսը իր բողոքով դիմեց ձեզ։ Ձեր քայլերը փորձեք այդ մեխանիզմը բացել։ Ես երևի այն պատգամավորներից եմ, ով ամեն օր, ամեն ժամյա գրաֆիկով զբաղվում է այդ խնդիրներով։ Ես ընդունում եմ քաղաքացիներին, ես չեմ կարող անկեղծ կլինեմ, չեմ կարող ասել, որ բոլոր ընդունված դիմումների հետևից գնում եմ, բայց իրենց սրտով լուծումներ են, որովհետև խնդիր կա անլուծելի է, խնդիր կա խնդրահարույց է, խնդիր էլ կա իսկապես մեկ անգամ խոսելով տվյալ գերատեսչության հետ նամակ գրելով պատասխան ստանալով այդ հարցը շատ արագ լուծվում է, բայց միանշանակ ինքս այո շատ եմ շփվում, հասանելի պատգամավոր եմ, թեև իմ ծանրաբեռնվածության, որտեղ ես նաև կուսակցության աշխատակազմի ղեկավարն եմ եւ ունեմ այլ աշխատանքային ծանրաբեռնվածություն զուգահեռ պատգամավորական գործունեությանս, հնարավորինս ամեն ինչ փորձում եմ անել, որ կարողանամ հասցնել եւ համատեղել երկու աշխատանքների ծանրաբեռնվածությունը։ Այ քանի որ նաեւ աշխատակազմի ղեկավարն եք, հետևում եք հենց այն բանին, որ մյուս պատգամավորները նույնպես ականջալուր լինեն ընտրողների խնդիրներին։ Հետևելը մի քիչ կոպիտ է հնչում, որովհետև ես չեմ կարող մեր մյուս պատգամավորներին խնդրել իրենց գործառույթների շրջանակով։ Պատգամավորները նույնպես այնպես են աշխատում, ինչպես դուք։ Ունենք պատգամավորներ, այո, ովքեր իսկապես ես ինքս էլ տեսնում եմ, որ այդպես աշխատանք տանում են։ Եվ ասեմ, շատ կարևոր է, որ համայնքներում յուրակ ավելի շատ օրինակ, ես ինքս ինձ նայելով ինձ կարող են դիմել Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներից, թեև ես ինձ համարում եմ Արմավիրի մարզում ավելի շատ եղած եւ այնտեղ գործունեություն ծավալած պատգամավոր, բայց դիմում եմ հանրապետության դժվար է բոլոր տեղերով զբաղվել, բոլոր բնակիչների հետ անդադար լինել, գնալ այս համայնք այն մյուս, իսկ տեղային մակարդակում պատգամավորի համար շատ ավելի հեշտ է։ Դուք գիտեք, որ այս մարզում պետք է կոնկրետ այս աշխատանքները համայնք գնալ։ Այո, դա շատ հեշտ է եւ շատ կարծում եմ նաեւ արդյունավետ է։ Իսկ երբ որ դու ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով կարան քեզ դիմեն, օրինակ, չգիտեմ, Կապանից կարան դիմեն, Գեղարքունիքից կարան դիմեն, մի փոքր դժվարանում է աշխատանքը եւ դիմելուց հետո, խոսելուց հետո երբեք գալու մեր գյուղ մեր վարչը, այսինքն անընդհատ միշտ լինել տարբեր տեղերում հեշտ չի, թեև աշխատակազմի ղեկավար լինելու վերումով ավելի շատ եւ ի պաշտոնը նաև պետք է լինել եւ գնում ենք այդ համայնքները, նաև մեր կուսակցական գրասենյակների ակտիվությունը պահելու համար մենք պատգամավորները բավականին ակտիվ ենք, բոլորս լինում ենք, երբ որ գնում ենք այդ տվյալ մարզի եւ կուսակցական գրասենյակներում նիստերի, զուգահեռ նաև կողքի համայնքի բնակիչների հետ շփումը պահում է եւ կարծում եմ կորտրել ենք այն կարծրատիպը, որ պատգամավորները, նախարարները, այդ թվում նաև վարչապետը ընտրությունից ընտրություն են գնում համայնքներ, մենք բոլորս հասանելի ենք, այսինքն չի լինի նման բնակիչ, որ այսօր ասի դուք մեր համայնք եկել եք ամեն ընտրությունից ընտրություն։ Ես որպես երևանցի կարող եմ փաստել, որ ի տարբերություն նախորդ տասնամյակների
Երևան համայնքի ղեկավարությունը, այսպես ասեմ, ոչ միայն քաղաքապետ կամ մյուսները բավականին ուշադիր են։ Մանավանդ հիմնականում են կենցաղային հարցերի խնդիրներին, որոնց բախվում են, առնչվում են մարդիկ եւ նախկինում այդ խնդիրները գրեթե լուծում չէին ստանում։ Այսօր պատկերը բավականին փոխված է։ Ինչով է դա պայմանավորված։ Նաև երկրի վարչապետի գործունեությամբ, որտեղ ես տեսնում եմ, որ գրեթե ամեն օր այդ մարդը բոլորի բողոքներն նամակները իր կաբինետը թողած, ինքը անընդհատ դրսում է, փողոցում է, ավտոբուսի մեջ է, մետրոյում է, այստեղ այնտեղ է։ Միանշանակ իր նաև անընդհատ այդ խնդիրները տեսնելով եւ բախվելով իր հետևողականությունը կա, բայց զուգահեռ նաև պետք է ասեմ, որ ավականո ինստիտուտն էլ է բավականին մակարդակը բարձրացել է եւ իրենք եւս իրենց գործառույթների, իրենց վարչական շրջաններում ինք աշխատանք տանում են եւ ես դա նկատում եմ վերջի տարիներին, այդ ինստիտուտը բավականին բարձր մակարդակի զբաղվում է համայնքային, այսինքն Երևան քաղաքի խնդիրներով, մյուս կողմից կարևոր հարթակներ են ստեղծվել on-line եւ շատ գաղտնիությունը պահպանվող, որ կարող է խնդիրը նկարել ուղարկել եւ քաղաքապետարանը շատ արագ արձագանքում է այդ հարթակի միջոցով on-line եւ դա կարևոր է ստեղծել ավելի հասանելի եւ արագ միջոց, որպեսզի քո արձագանքը, ձայնը, խնդիրը տեսած, նկարած եւ բարձրաբանված, ես հանդիպել եմ շատերին, այդ թվում ես ինքս եմ փորձել իդեպ օգտվել այդ հարթակից եւ ստացել եմ շատ արագ արձագանք եւ պատասխան։ Մյուս կողմից այո դա նաեւ մեր ապագա ընտրությունների ժամանակ մենք մեր աշխատանքը պետք է ցույց տանք։ Եթե բնակիչը դժգոհ է մեր կատարված աշխատանքից, մենք դա 5 տարի դա մեկ օրվա մեջ չի որոշվում, մեկ օրվա մեջ չի քաղաքացին կամ բնակիչը որոշում, որ գնա իր ձայնը տա այսինչ ուժին։ Դա այս տարիների աշխատանքի արդյունքում է։ Եղել ենք հասանելի, եղել ենք լսելի, իրենց ձայնը եղել է լսելի եւ իրենք իրենց ձայնը տալիս են այն ուժին, ում հետ ով կարողացել է իր համայնքում փոփոխություն կատարել եւ արդյունավետ աշխատանք իրականացնել։ Ես մի քիչ շատ եմ շեշտադրում աշխատանքի, բայց իրականում այդպես է։ Ես ինքս էլ տեսնեմ աշխատանքը կատարած, բնականաբար գնահատում ենք այն մարդու աշխատանքը, ում տեսնում ենք այդ աշխատանքը։ Իսկ եթե թերացումն եք տեսնում։ Գիտեք, թերացումը երբ որ տվյալ ես օրինակ ասում եմ, ձեր կուսակցական ընկերն է թերանում է։ Թերանում է, եթե թերացման մասին խոսում ես, ընդունում է եւ այդ թերացման ուղղությամբ աշխատանք է տարվում, դա ընդունելի է։ Մենք ինքներս մեր թերացումները մինչև այսօր բարձրաձայնել ենք, խոսել ենք եւ դրա մասին ասել ենք, շտկել ենք, ուղղել ենք եւ ելի խոսել ենք դրա մասին։ Ես կարծում եմ նաեւ սա է շատ կարեւոր, որ պետք չի իդեալականացնել, որ մենք անթերի ենք, մարդը անթերի չի լինում։ Աշխատանքն էլ կատարված, եթե կա թերացում, շտկվելու հնարավորություն ունի։ Մենք դա էլ ենք բարձրաձայնում խոսում ենք այդ մասին եւ սա շատ կարեւոր մեսեջ է, այսինքն պետք չի ամեն ինչում փնտրել, որ իդեալական կատարյալ, չէ, իհարկե չկա, բայց խոստովանել, որ այո, ունենք նաեւ թերացումներ, ես դա չեմ կաշկանդվում եւ երբեք չեմ ասում, ոչ, մենք իդեալական ենք, ամեն ինչ շատ լավ ենք անում, իհարկե կարող են լինել նաեւ թերացումներ։ Կանայք ինչ տեղ ունեն կուսակցությունում եւ ընդհանրապես ազգային ժողովում, ձեր խմբակցությունում։ Կանայք այսօր եթե նկատում եք կանայք ամենաակտիվն են։ Ես հենց դրա համար եմ դարձել։ Կանայք ամենաակտիվն են եւ կանայք հասցնում են ամեն ինչ, կանայք թե տան գործերը, թե նաեւ տան գործերը եւ երեխաներին եւ նաեւ աշխատանքի բոլոր վազվզոցների մեջ, հանդիպումների մեջ, այսինքն մեզ մոտ կանանց մասնակցությունը եւ ակտիվությունը բավականին բարձր ոչ միայն падգամավորներին է խոսքս վերաբերում, այլ կուսակցական կանանց մասով։ Մենք շատ կուսակցական կանայք ունենք համայնքներում, պատկերացնում եք, ունենք համայնքում, որտեղ դեռ եթե տարիներ առաջ գնենք, կինը ինչ գործուներ զբաղվեր քաղաքական գործունեությամբ։ Այսօր ունենք բավականին շատ եւ բավականին ակտիվ, միջին եւ երիտասարդ տարիքի կանայք։ Կանայք իրենց խոսքն ասում են եւ կանայք շատ ավելի համարձակ են, պատասխանատու են
մի քիչ կանանց շատ գովեցի, բայց բոլոր դեպքերում այսօր կանանց ակտիվությունը ինձ թվում է նաև հարթակներում բոլոր երևում է եւ մեծ է։ Այսինքն կարելի ասել գենդերային հավասարակշռություն կա։ Այո, կա, մենք ունենք, պահպանում ենք այդ, այսինքն նույնիսկ քվոտայի գալու է ինչ-որ մի պահ, որ այդ քվոտա ասված հասկացողությունը չի լինելու, նույնիսկ ազգային ժողովի ընտրություններում, ցուցակի մասով։ Շատ լավ, այդուհանդերձ ընդդիմությունը դուք էլ նշեցիք, թիրախավորված քննադատում է։ Լավ է, թե վատ է, կապ չունի, միևնույն է քննադատում է։ Կա արդյոք մի բան, որ ինքներդ ընդունում եք իշխանության, ասենք դա թույլ կողմն է կամ թերացումն է, ի վերջո ինչ որ մի քննադատություն, որի հետևից դուք գնում եք, հասկանում եք, որ դա ճիշտ է եւ ինչ որ լուծում եք գտնում։ Սենց գլոբալ չեմ կարող հիմա հստակ ասել ինչ է ասել օրինակ ընդդիմությունը, եղել է բյուջեի քննարկումների ժամանակ, օրինակ ինչ-որ մի բան լավարկվել է, հա, տարածքայինի հետ կապված ինչ-որ ճանապարհի կամ ինչ-որ դպրոցի մանկաշինարարություն, բնականաբար մեր գերատեսչության ղեկավարները ընդունում են, հետևողական են լինում, իրենց հետ կապվում են եւ իրենց այդ ամասով ստանում են իրենց արձագանքը, շատ կառուցողական ենք մենք, եթե նման բաներ կա, միանշանակ նաև ուրախ եմ ես դա, երբ որ դա կառուցողական է լինում, կա աչք, որ տեսնում է, նկատում է եւ դա բարձրաձայնում է, բնականաբար դա մենք ինքներս լավ ենք վերաբերում դա եւ դա նորմալ է։ Այլ բան է, երբ որ չկա նման բան, բայց փորձում են դա ստեղծել նման իմիտացիա եւ աղմուկ դրա շուրջ, որը ուղղակի աղմուկ ստեղծելու համար այնքան ակնհայտ է նման դեպքերը, երբ որ ուղղակի ամբիոնը օգտագործում են նման ինչ-որ լավ արված գործ սևացնելու համար, դա էլ պետք է տարբերել ինձ թվում է, մենք էլ փորձում ենք այդ մասով խոսել, որքանով է լսելի դառնում, որքանով ենք կարողանում ցույց տալ, ինձ թվում է տեղում բնակիչը դա կտեսնի, երբ որ տեսնի, որ նման բան չկա իրականում։ Նույն չեմ ուզում շատ հետ գնալ, բայց Կիրանցի դեպքերից սկսված։ Երբ որ մենք ասում ենք եկեք գնանք Կիրանցի հիմա ցույց տանք, բայց իրանք միջև այսօր խոսում են, որ չէ Կիրանցում, չգիտեմ ինչ է տեղի ունենում, տվել ենք եկեղեցին եւ ամեն ինչ, չգիտեմ։ Բոլոր դեպքերում այդ դատարկաբանությունը եւ այդ հնչեղությունը չի տալիս իր արդյունքները, ավելի վատ հակառակ էֆեկտն է տալիս, վստահ եմ։ Ազգային ժողովի միջանցքների շփումը ասենք լինում են դեպքեր, որ գոնե թե միջանցքներում, երբ որ եթերից դուրս են, կադրից դուրս են, լավ կոպիտ ասած շեֆերը չեն տեսնում, մոտենան, խոսեն, բնականաբար հասկանում են, մոտենում են, խոսում են, բայց ասենք բաներ են ասում, որոնք պետք է եւ դուք ընդառաջում եք, անում եք, նման դեպքեր լինում են։ Ինձ ընդառաջել կամ անելու դեպքերի հետ կապված անկեղծ կլինեմ երբեք չեղա, բայց գործընկերային մթնոլորտ որոշ գործընկերների հետ կա, այո, մեր ընդդիմության ներկայացուցիչների որոշ գործընկերներ շատ գործընկերային են, բայց ոչ կամերաների դիմաց եւ ունենք նաեւ հակառակը, որ անգամ ոչ կամերան նույնիսկ բարևելի կուլտուրա չունեն, էլի դա էլ կա։ Այսինքն շատ անձնական թշնամի են դիտում քեզ որպես ոչ թե գործընկեր, որքան էլ փորձում ես գործընկերային լինել, ոչ, իրենք անձնական թշնամի են դա դիտում, ինչը ես եղել եմ եվրոպական երկրների պարլամենտներում եւ նման բան չեմ տեսել։ Տեսել եմ, որ եւ դիմությունը եւ իշխանությունը իրենց դրսից եկած հյուրերին ինչպես են դիմավորում եւ ճանապարհում շատ հաշտ եւ խաղաղ մթնոլորտում եւ իհարկե շատ բանը տենց հետաքրքիր էր նայել եւ զարմանալ, որտեւ մեզ մոտ այդպես չի, մեզ մոտ փորձում են ցույց տալ ով է ինչ եւ ոնց եւ շատ տգեղ մթնոլորտում իհարկե, որը էլի հաճելի չի անգամ դրսից եկած հյուրերի համար։ Իսկ դրսում
ասենք ձեր ընդդիմադիր գործընկերները ինչ որ նորմալ են, ես որքան որ ես եղել եմ դրսում նման ում հետ որ եղել եմ նման խնդիրների չեմ տեսել, չէ։ Հասկանում փաստորեն բայց այն մարդիկ ովքեր նույնիսկ բարևելու կուլտուրա չունեն, իրանք նույնքերպ լավ չէ, այսինքն շարունակում են անգամ դրսում, հա, այդպես լինել։ Շատ լավ, մեր եթերաժամը գրեթե սպառվեց, կամ մի բան, որին ես չանդրադարձա, դուք կուզեիք դրա մասին խոսել։ Բաներ շատ կան, բայց եթե ավարտել են, կարող ենք ամփոփել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն։ Եվ կրկին հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալվել էր Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։ Ամեն բարիք ձեզ։